Եվ ինձ համար հատկապես այս իրողությունների համատեքստում։ Հենց դրանից էլ պիտի սկսել։ Օրվա խորհուրդը ինչի մասին է։ Օրվա խորհուրդը կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այդպես էլ կա, Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլ նաեւ վստահում եւ սպասում են։ Ուստի չի կարելի շեղվել օրվա խորհրդից եւ քրիստոնեական հանդարտությամբ ու խոհեմությամբ պիտի վերաբերվել այն ամենին, ինչ տեղի ունենում մեր շուրջը։ Չեմ կարծում, թե մեր հավատքի, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցում կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն կամ, չգիտեմ, այլ երևույթ շեղել մեր հավատքի գծից։ Ամեն դեպքում այդ թուղթը ստորագրությունը կա, տեսնում ենք նաև, որ շարունակում է այսպես կոչված խաչակրած արշավանքը, որոշել է խաչերթ երթ կազմակերպել, եկեղեցիներով քայլել, աստիճանաբար փորձում է հասնել իր նպատակին, իսկ ինչ է անում մյուս կողմը։ Ես նկատի չունեմ եկեղեցին, որովհետև եկեղեցին Ես չեմ կարծում, թե կա մյուս կողմ, ընդհանրապես քրիստոնեական հավատքից անդին չկա մյուս կողմ, ովքեր որ վստահում են, հավատում եւ նաեւ սպասում են Աստծո լույսին եւ քրիստոնեաբար են վերաբերում այս ամեն ինչին, պիտի որ իրենց համարեն մի կողմում, իսկ թե աշխարհում, երկրում ինչ իրադարձություններ են տեղի ունենում, դրանք ժամանակավոր երևույթներ են, դրանք խայտաբղետ են, դրանք միշտ են տեղի ունեցել ու տեղի են ունենալու, ուստի պիտի չշեղվել մեր որդեգրած, մեր գենետիկական, քրիստոնեական ուղուց ու պիտի հավատալ, վստահել ու սպասել, կարծում եմ մեր սպասումները բոլորիս կարդարանան։ Դուք առավոտյան տեսակ Մայրաթոռը հայտարարությամբ հանդես եկավ, բայց ժողովուրդը ավելի գործնական քայլեր է սպասում, մասնավորապես շատ է խոսվում հենց Արարատյան հայրապետական թեմի պաշտոնանկ անելու։ Դա ինչ է նշանակում գործնական։ Ես չգիտեմ գործնական քայլը որն է, բացի հավատալը։ Ոչ, ժողովրդի մասին եմ ասում, բացի հավատալը, բացի աղոթելը, բացի առաստված, չգիտեմ, խոսք եւ միտք եւ հավատք ունենալը, ինչ գործողություն պիտի անի կամ ինչ գործողությունը կարող է կներեք, ասենք շեշտում եք ինչ որ 10 հոգու, չգիտեմ, ինչ ստորագրությունը, ենթադրենք եպիսկոպոսած դասը ամբողջությամբ չկա, ինչ հայ առաքելական եկեղեցին վերացավ, թե չվերացավ, ուստի ինչի 10, ինչի 11, ինչի 6-7, ավելի լայնախոհ պիտի լիներ եւ պիտի հավատալ սեփական ներուժին, սեփական հավատին, եկեղեցու կանգունությանն ու ամրությանը եւ չտրվել ժամանակավոր պատրանքների եւ չտրվել գայթակղությունների եւ չգնալ այն խայծերի հետևից, որոնք իրականում խայծ են եւ որևէ իրենց տակ ոչ, չգիտեմ, հոգեբանական, ոչ հոգեկան, ոչ հավատքային ու դավանաբանական որևէ հիմք չունեն։ Ուստի տրվել մանիպուլյացիաների, գնալ արկածախնդրությունների, թե ժողովրդի այս կամ այն հատվածների կողմից, թե իշխանության, թե այլ թևերի կողմից, ես կարծում եմ չարժե եւ գտնում եմ, որ հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ ոչ միայն հավատքի, այլ նաեւ պետականության, ազգային ինքնության, մշակույթի, լեզվի կրողն է, իսկ դրանք հազարամյակների պատմություն է եւ որևէ ժամանակավոր իշխանություն, կառավարություն, որևէ կոնդակով, թղթով, փաստաթղթով չի կարող խաթարել հավատքի, քրիստոնեական հավատքի մեր ընթացքը։ Եվ հստակեցում էլի պարոն Ասլանյան, ասում եք խայծ է դրսից նետված, թե խայծ է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Մենք ամեն ինչի մեջ դավադրություններ փնտրելիս հաճախ հանդիպում ենք փակուղու։ Դե կարա դրսից լինի, կարա ներսից լինի, կարա իհարկե կբավականացնի պայքարելու, մենք պատահական չի, որ Բյուզանդիայի ու Հռոմի միջև Պարսկաստանի ու չգիտեմ Օսմանյան ու ռուսական կայսրությունների մեջ այդ բազմադարյա, այդ հավատքի, այդ չգիտեմ կրոնի ու պայքարի մեջ եկել հասել ենք այս ժամանակաշրջանին, չեմ կարծում, թե մենք ինչ-որ ժամանակավոր ինչ-որ թուլությունները վերագրենք մեր գոյաբանական խնդիրներին, չի կարելի, կարծում եմ պիտի մնալ ամուր, պիտի հավատալ, վստահել եւ սպասել, որովհետեւ էլ եմ ասում, եթե սա ուղղված է Աստծո տանը, ապա հենց Աստծո կողմից էլ նախ որևէ լավ կամ վատ արարք, անպատիժ կամ անհետևանք չի մնում, ուստի պիտի ապավինել ոչ միայն սեփական ուժերին, այլ նաեւ հավատալ ու սպասել։ Պարոն Ասլանյան, երեկվանից խոսվում է,
որ այդ հայտարարությունը նաև սահմանադրական կարգի տապալում կարելի է ընկալել այդ մասով։ Մեր երկրում վերջին տարիներին բազմիցս տեղի են ունեցել սահմանադրական կարգի ակնհայտ տապալման փորձեր եւ կայացած փորձեր, ուստի պետք չի զարմանալ, պիտի ուղղակի ել եմ ասում, սպասել, տեսնենք վերջ ինչ է լինում։ Խնդրեմ։